Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել եկեղեցուն վեհափառին, ինչ կասեք։ Եկեղեցին միավորող, առաջնորդող, ազգին պահապան ինստիտուտն է եղել։ Այդքան բան աղջիկ չէ։ Փառք հայոց եկեղեցուն, փառք Գարեգին երկրորդին։ Երեկվա ուրեմն հերոստատեսային այդ գիշերվա ժամը 1-ին մենք սպասել ենք Արարատյան դաշտավայրի թասիբով ժողովրդի վիճակին, այդ ինչ գեղեցիկ դիմավորում կկազմակերպեցին, ապրեն իրան։ Դա ճիշտ է անում, մենակ այդքանը կասեմ, ժամանակ չունեմ։ Ես ոչ եկեղեցական եմ, ոչ Նիկոլ Փաշինյանական եմ։ Ես միայն կարամ ասեմ, որ նման հարցերից հեռու մնան, ժողովրդի մասին մտածեն։ Ցանկանեմ ես մեծ կնիկ եմ, ես կարա չեմ այդ հարցին պատասխանել։ Մեր ազգային շահերը թողած, չգիտեմ, այս մեկին են, աշխարհով մեկ մենք հայտարարում ենք, ուրիշ բան չունի։ Լավ բաներ չդեմ ասի, ավելի լավ ագնա։ Ոչ մեկին վայել դրանց, ոչ միայն վարչապետին, այլ ցանկացած մարդու։ Դե եկեղեցին անշուտ իր դերն ունի հասարակության մեջ։ Եկեղեցի ոնց է եկեղեցի, նա պետք է ոնց որ ասած նրա վրա պիտակ չկպցնեն էլի։ Չէ, դա ճիշտ չէ, դա ոնց արածնեն։ Եթե նա կաթողիկոս է, եթե նամայն հայրության կաթողիկոսն է, խո Նիկոլ Փաշինյանը նշանակել։ Դե ժողովրդին չանի, ժողովրդն է սենց արդեն անջատված է ամեն ինչից։ Սխալ է անում։ Բանուն ասելու թող ասի։ Վեհափառին։ Թող վեհափառն իր տեղը մնա, թող վարչապետն իր դիրքում մնա։ Ունենք ասել, որ եկեղեցու քեֆին կպչումա, նա հայ չի։